Բարև ձեզ, ես Զարա Բալյանն եմ, ես եւս հանդիսանում եմ եւ իմ ընտանիքը հանդիսանում է Hello-Bit հարթակի խարդախության տուժված կողմ ենք։ Ինչ ասեմ, ձեզ հարթակը ներկայացվել է մեզ որպես ավանդային կազմակերպություն, գումար ենք ներդնում, ավանդի տեսքով որոշակի գումար հետո ստանում ենք։ Կապվել են ձեզ հետ, այդպես է ներկայացվել։ Գիտեք ոնց, հիմա ես ձեզ ներկայացնեմ, որ հարթակի մասին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը տեղեկացված է եղել ամեն երկրորդ, երրորդ անձը, եւ ես շատ արդեն խիստ կասկածում եմ, միթե իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել։ Այսինքն հարթակը գործել է բացահայտ, պարզ, թափանցիկ կերպով եւ ոչ մի իրավական համակարգ ոչ միտեղ արգելք չի դրել։ Դե մենք էլ մտածում ենք, եթե իրավական համակարգը ոչ մի արգելք չունի, այսինքն երկրի ներսում գործող նման հարթակը օրինական է։ Եվ մենք էլ ներդրումներ ենք կատարել։ Իհարկե, մեկ ամիսը արդեն չբոլորած մեր հաշիվները սառեցվեց եւ մենք ակցիաների շնորհիվ հասանք նրան, որ Hello-Bit հարթակը փակվեց, բայց դա արդեն ուշացած հաղթանակ էր մեր կողմից, քանի որ ամբողջ հաշիվները սառեցվել էր։ Որքան գումար եք կորցրել դուք։ Հազարական յուրաքանչյուրս, իմ հարազատներից էլ կան մարդիկ, որ կորցրել են, ԱՄՆ դոլարի մասին է խոսքը։ Հիմա իմ ասելիքս ինչումն է կայանում։ Քանի որ մեկը չենք, երկուսը չենք, 10-ը չենք, որ ասենք լավ քաղաքացիները միամիտ են գտնվել, հարյուրներն ենք, հազարավորներն ենք մենք արդեն։ Հազարավոր տուժված քաղաքացիներ ունենք։ Մի մասս վստահել ենք իրավական համակարգին, հարյուրավոր դիմումներ ունենք ներկայացված ՀՀ գլխավոր քննչական կոմիտեում։ Մի մասը իրավական համակարգին չեն վստահում, բայց այսպիսի նաև հարց է ծագում մեր երկրում, որ իրավական համակարգն էլ գործի այնպես, որ քաղաքացին իրեն պաշտպանված զգա եւ իր գործունեությամբ այնպես անի, որ մեր փոխհատուցի, մեր վնասները փոխհատուցի եւ այդ պատճառով դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին, երկրի ղեկավարությանը, մեր կառավարությանը, իրավական ամբողջ համակարգին, եթե տվյալ հարթակները երկրի ներսում գործել են, անխափան կերպով միջոցառումներ են կազմակերպել պաստառներով, իրենց գովազդներով, բարեգործական ծրագրերով եւ այլ միջոցառումներով եւ ոչ մի տեղ արգելք չեն տեսել, ուրեմն քաղաքացին ինչումն է մեղավոր։ Ֆինանսական լուրջ կորուստներ կրելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են շատ ծանր վիճակում, կորցրել են իրենց վարձով բնակարանը, հայտնվել են դրսում, մարդիկ չեն կարողանում իրենց վարկերը փակել։ Դուք ինչ-որ գույք կորցրել եք։ Ոչ, ես գույք չեմ կորցրել, բացի ֆինանսական ներդրումից, բայց մեզ մոտ հավաքված շատ անձիկ կորցրել են։ Ես ճիշտ հասկացա, դուք համագործակցությունը չեք բացառում այդ Hello-Bit հարթակի կամ նման հարթակների եւ պետական մարմինների միջև չեմ բացառում, քանի որ անխափան կերպով գործել է։